անկեղծ ասած Թավշյա իշխանազավթումից հետո ես բազմաթիվ դատական ֆարսերի մասնակից եմ եղել, ես տեսել եմ Աշոտյանի դատական ֆարսը, որտեղ պարզ չէր ով ատուժել, ինչի ատուժել, չկա կասկած, բայց կա մեղադրանք ֆարսը, բայց այն ինչին ես ականատես եղա երրորդ նախագահի դատավարության ժամանակ, ես չգիտեմ, նույնիսկ իմ գրական տաղանդը, իսկ ես այդպիսի տաղանդ վստահաբար ունեմ, իզորուչի նկարագրել այդ սատիրան, ես չգիտեմ, Մոսկվայի սատիրայի թատրոն այս սյուժեն տանեք, երևի, չգիտեմ էլի, Ֆիգարոյի ամուսնությունից ավելի լավ բեմականացում կմեղադրեն, պատկերացնում եք աբսուրդը, կաշառք են տվել, որ Սերժ Սարգսյանը Երևանում անցկացվող օդապարիկների փառատոնի փուչիկների պարտքը փակի, հետո տխրահռչակ Սիլվա Համբարձումյանը, ով ոնց հասկացանք, սենց տալիս եմ, կաշառք եմ տալի, կաշառք, ում ասես կաշառքա տվել, այդ տիկինը ՎՏԲ բանկից դուրս ա եկել, ասենք այն թիվը, որ հրապարակվեց, փորձագետներից մեկը նշեց, եթե ասեց լավագույն տարբերակով գնանք այդ կուպյուրաները եղել են $100, ապա տեղ 27 կիլոգրամ, ինչ ասեմ, խուրջիններ պիտի լիներ, հա, այսինքն ՎՏԲ բանկից խուրջիններով դուրս ա եկել եւ ասել են Օսկանյանն ասել ա տեղ մի հատ ոստիկան կանցնի, կտակ այդ ոստիկանին, իդեպ այդ ոստիկանը չկար, այդ ոստիկանը ոնց հասկացանք անգամ նույնականացված չի, գիտեք, ես լսում էի, ինձ թվաց թե այս դատարանին, որին հանձնարարվել այս սյուրռեալիստական սյուժեն, որոշել են դատարանի, դատավորի եւ մեղադրող դատախազների վրա ղժալ, թե ինչի են պատվիրատուները որոշել տենց նվաստացուցիչ վիճակի մեջ դնել մեղադրող դատախազներին, որ հասուն տղամարդը կարա վերցնի, պիտոմ ինքը կարդում էր անընդհատ շեշտադրումը անելով ն տարին, ասենք, բանը գույքն դեպքն իրան թվում էր թե այդպես ավելի առինքնող է, թե ինչի են այդքան անհեթեթ վիճակում դրել այդ մարդկանց, որ ինքը կարդար գումարը վերցրել են փուչիկների պարտքը տալու համար, ես չգիտեմ, երևի պարզապես Նիկոլը ուզեցել է այս դատարանը եւ այս մեղադրող դատախազների վրա ղժալ, պրիկոլ անել։